Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք լսում կամ դիտում եք Գործարար ալիքը, իսկ եթերում Modus Vivendi հաղորդումն է։ Առաջին խոսափողի մոտ հաղորդման հեղինակ Արա Պապյանն է, իսկ երկրորդ խոսափողի մոտ ձեզ համար աշխատում եմ ես, Սաթենիկ Զախարյանս։ Բարև ձեզ, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Ես կուզեմ առաջինը անդրադառնանք ապրիլի 23-ին ջայրով երթի ժամանակ մասնակիցների կողմից Ադրբեջանի եւ Թուրքիայի դրոշները այրելուն եւ հատկապես դրա արձագանքին, որովհետեւ դրոշներն այրելը եւ ընդհանրապես դրոշ այրելը, որքանով որ ես եմ տեղյակ, բողոքի մի ձև է, բայց թե Հայաստանյան իշխանությունների կողմից եւ թե Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից մենք ստացանք գրեթե միևնույն արձագանքը, երկուսն էլ բացասական էին, իսկ Ադրբեջանի արտգործնախարարությունը նշեց, որ պիտի այդ արարքը կատարողները պատժվեն։ Եկեք հասկանանք, որքանով է սա արդարացի մի գործողության վերաբերյալ, որը պարզապես ի նշան բողոքի է արվում։ Նախ սկսենք վերջից Ադրբեջանի արձագանքից, եթե Ադրբեջանը իր պահանջին համապատասխան քաղաքականություն իրականացներ իր երկրում, օրինակ թույլ չտար իր քաղաքացիներին, որպեսզի այրեին հայկական դրոշներ, ջարդեին եւ կոտրեին հայկական հուշարձաններ, այդ թվում նաեւ հայրենական պատերազմի, հողին չհավասարեցնեին եկեղեցիներ եւ այլն, ասեր, գիտեք, այս մարդիկ իսկապես զուսպ եւ քաղաքակիրթ քաղաքականություն, այդպես չէ, ես ուզում եմ հիշեցնել ձեզ, որ Իլհամ Ալիևը ինքն է քայլել հայկական դրոշների վրայով, լուսանկարները լիքն են, երբ որ Արցախը գրավեցին եւ այս ամբողջը կա, հայերին անպատվել, հայերի նկատմամբ ատելության խոսք ասել միշտ է եղել, հետեւաբար սա Ադրբեջանի գործը չի, սա Հայաստանի ներքին հարց է։ Հիմա մենք կարող ենք քննարկել այլ տեսանկյունից այս հարցը, որտեղ սա է, որ ոմանք ասում են, որ սա թուլության նշան է, ոմանք ասում են ուժեղության նշան է, պայքարի ձև է եւ այլն։ Իմ տեսակը հետեւյալն է, ոչ մեկի գործը չի։ Դուք գտնում եք, որ դա թուլության նշան է, մի վառեք դրոշը, ով որ գտնում է, որ դա պետք է վառել, թող վառի, բա խոսքի ու արտահայտության ազատության իրավունքը ո՞րն է։ Բա մենք պայքարում ենք ժողովրդավարության համար, որ հերիք չի մենք վերահսկենք, թե ինչ պետք է անեն մեր քաղաքացիները, հիմա էլ կողքի հարևան երկրի հանցագործները։ Ես ասել եմ, ես ինքս այդպես խանդավառ ու ջատագովը չեմ դրոշներ այրելուն, ինքս դրոշներ երբեք չեմ այրել, բայց նաև այդպես հելնել վարչապետի մակարդակով դատապարտող խոսք ասել, սեփական քոթ ինչ եք վառել, բանը լավ են, արել վառել են։ Այսինքն ինչ կապ ունի։ Ես ուրիշ ձև եմ պայքարի գտնում, ես այս ապրիլի 24-ի առիթով, հեսա շուտով էս 2 օրը մենք նաև մի գիրք կա, որ հանդես կանենք այդ գրքով, որը Հայաստան թերթի Սոֆիա հրատարակված 15 թվականի բոլոր համարների մեջից ծաղկակաղ ցեղասպանությանը նվիրված տարբեր վկայություններ, հենց ականատեսներ եւ այլն։ Ես իմ պայքարի ձև այդ ձև եմ պատկերացնում։ Այսինքն մի գիրք եւս սկզբնաղբյուրների ժողոված ու ավելացնեմ այս պայքարին, որը արդեն թարգմանել ենք անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն։ Պայքարի ձևն է դա։ Ես նախընտրում եմ այդ ձևը եւ կոչ կանեմ այդ ձևին, բայց նաեւ չեմ դատապարտում նրանք, ովքեր պայքարի այլ ձևեր են ընտրում։ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ մենք սպասում էինք Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի, մենք ասելով նկատի ունեմ հայերը, սպասում էինք Թրամփի կողմից ցեղասպանություն բառի իշտակմանը, ինչը չեղավ, բայց հետաքրքիր է, ինչ էր դա փոխելու, ինչ էր տալու մեզ մեր պահանջատիրության հասնելու հարցում, դա ինչ որ բան փոխելու էր թե ոչ։ Չէ, իհարկե չէր փոխելու, որտեղ Միացյալ Նահանգները անգամ շատ ավելի վաղուց են ճանաչել ցեղասպանությունը, քան ասենք Բայդենի այս հռչակումը, եթե նախագահի բերանից հնչած խոսք են ուզում, դեռ առաջինը եղել է Ռեյգանը եւ այլն։ Իսկ իրականության մեջ, երբ որ 48 թվականին, հետո էլ 51, կարծած գրավոր կոնվենցիայի վերաբերյալ քննարկումներ էր գնում, ցեղասպանության կանխարգելման եւ պատժի, Ամերիկան այդ ժամանակը միանշանակ իր դիրքորոշումը արտահայտել, ես ունեմ հոդված, հղումներով այդ ամբողջը կա, Ամերիկան հստակ նշում է, որ հայերի նկատմամբ եւ այդ գործողություն ցեղասպանություն են, բայց դա չի կարևորը, կարևորը հետագա գործողություն։ Ես ինքս Կանադայում մեծ ներդրում եմ ունեցել շատերի հետ միասին, իհարկե, որ ցեղասպանությունը ճանաչվի։ Ինչու՞։
ոչ թե նրա այն պատճառով որ մտածում էի որ դա ասեն կճանաչվի ինչ շատ ասեն վաղը հողերը տալու են ոչ առաջինի ոնց որ ասած այդ գլուխը պետք էր ամփոփել եւ փակել այսինքն դու պիտի գնահատական տաս գիտեք այստեղ շատ կարեւոր է հանցագործություններին գնահատական տալը որովհետեւ գիտեք ինչ կա այդ եթե նման տրամաբանությամբ նայենք շատ բաների նկատմամբ պետք չի վերաբերմունք արտահայտել որտեղ ոչ բան չի փոխել օրինակի համար ինչու Ռոմպապն ամացել շենք Ռոմպապին ինչու ասեն կաթոլիկ եկեղեցին ներողություն խնդրել Ջորդանո Բրունոին այրելու համար չէ այդ մարդը վաղուց արվել է մոխրացել է գնացել է 100-ամյակներ չէ որտեղ ճշմարտությունը պիտի բարձրացնվի սա է կարևոր հիմա որ մարդիկ ասում են այ որ ցեղասպանություն ճանաչվեց ինչ հանցագործությունը ճանաչվեց մեղավորի անունները հնչեցվեց հիմա գանք ինչու Թրամփը չասաց ես սրա մասին ես մինչև ապրիլ 24-ն ասել որ ինքը չի ասի դա իր դիրքորոշումն է նա բիզնեսմեն է ինքը այդպես էլ ասում է հենց դրա համար քանի որ դա ոչինչ չի փոխելու ես անիմաստ բառեր չեմ ասել ինքը գտնում է որ ավելի լավ է $10 միլիոն օգնություն տալ քան 3 անգամ այդ բառը հնչեցնել Սփյուռքի մի զգալի մասը այդպես չի գտնում ինքը 50 տարի $500 միլիոն փող է ծախսել որպեսզի այդ բառը հնչի կամ չհնչի այստեղ կան տարբեր շահեր ազնիվ շահեր կան խմբակային շահեր եւ այլն գործընթացա քաղաքական գնում է իր դրական իր դերը ունի ցեղասպանության ճանաչման համար պայքար օրինակ համախմբման առումով այսպես նպատակային բացասականն ունի որտեվ շեղում է բուն պահանջատիրությունից մարդկանց մոտ թյուր տպավորություն է ստեղծվում որ այդ ցեղասպանությունը որ ճանաչեցին ինչ որ հատուցումներ են լինելու եւ որևէ բան ըստեյության գործընթաց չի կատարվել առ այսօր հատուցումների համար եւ եթե մենք նայենք 20-30-ական թվականներին անցյալ դարի այդ ժամանակ շատ ավելի գործնական էր այսինքն մարդիկ հատուցումներից էին խոսում չէ 1965 թվականը անգամ այդ հայտնի ցույցերը ապրիլ 24-յան ճանաչման հարցը չէ քննարկվել գոռում էին հողերը այսինքն հատուցման հարցն է գալի ճանաչումը առանց հատուցման անիմաստ բան է այսինքն ինչ իմաստ ունի որ պիտի հատուցում չլինի իսկ հատուցումն էլ դա արդարության վերականգնում է հենց դրա համար էլ անգլերենում շատ բառեր կան մենք մի բառով ենք ասում հատուցում այդ բառը բայց անց մոտ այնտեղ restitution reparation եւ այլն հատուցման տարբեր ձևեր կան հիմա լավ կլներ որ ասեր բայց սխալ է այն տեսակետ ասում եթե ինքը չասեց եւ ռուսները սա շարքեցին ուրեմն ամերիկան հետ է կանգնում իր դիրքորոշումը չի կարող հետ կանգնել դիրքորոշումից այդպես է բայց ես ում հարցնում նույն ռուսներին երբ որ այդ Սախարովան այդ երևույթը կոչում էր 1915-ի իրադարձություններ կա Թրամփի ուղերձը առանց այդ ձևակերպման առանց հասած բառակապակցության բայց այդտեղ խոսում է իրադարձությունների մասին մեծ եղերնի մասին ես ույս հարց եմ տալիս իսկ ուրա Պուտինի ուղերձը ուրա Պուտինի ու Պուտինն է մեր դաշնակիցը չէ մենք իրանց բանակը պահում ենք մեր երկրում կերակրում ենք իրանց զինվորին ու սպային ծախսերն էլ մենք ենք անում ամենտեղ էլ իրանց օգտին ենք ուրա Պուտինի խոսքը առանց հայոց ցեղասպանության ձևակերպման թեկուզև դատապարտներ ասեր որ վատ իրադարձություններ են եղել հաջորդը կոտորվել է վատա գնահատեր ասեր ինչպես Թրամփը ասաց որ մեծ ներդրում ունի հայ ժողովուրդը Ամերիկայի տնտեսության գիտության մեջ մենք հաստատ ավելի մեծ ներդրում ենք Ռուսաստանի տնտեսության եւ անմեջ թող դա գնահատեր չասած բան եւ այս ամբողջը որ թիրախավորում է տեղի ունենում Թրամփի վրա հենց դու հասկանում ես որ մեր լրատվական դաշտը դեռևս ռուսական վերահսկողության տակ է որտեղ արդարությունը պահանջում էր որ այո ասել որ Թրամփը խոսեց դատապարտեց երևույթը բայց չասած ցեղասպանության բառը այդ առումով քննադատելի է Պուտինը ընդհանրապես չխոսեց ընդհանրապես չդատապարտեց ուրեմն կրկնակի դատապարտելի է Պուտինի վարմունքը Գալով արդեն տարածաշրջան մենք նկատում ենք Վրաստանի ակտիվությունը, որովհետև երեք Վրաստանի նախագահի այցը տեղի ունեցավ Հայաստան, դրանից առաջ Ադրբեջանն էր այցելել, իսկ դրան նախորդող ժամանակահատվածում Հայաստան-Վրաստան-Ադրբեջան արտգործնախարարների տեղակալների մակարդակով հանդիպում տեղի ունեցավ։ Եկեք հասկանանք ինչով է պայմանավորված Վրաստանի այսչափ ակտիվությունը տարածաշրջանում։ Նախ դրանով Վրաստանը շահում է, որովհետև գործոն է ուզում դառնալ բայց ես կարծում եմ միայն այսինքն այստեղ Վրաստանի ցանկությունը չի, այստեղ կա Ադրբեջանի եւ Թուրքիայի հստակ
դիրքորոշումը եւ խրախուսանքը դա Ադրբեջանն անել, որովհետեւ եւ Վրաստանն էլ սա հնչեցրել է, որ ինքը պատրաստ է միջնորդ լինի այս հայ-ադրբեջանական հակամարտության լուծման, անգամ Թբիլիսիում ստորագրվի եւ այլն, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը իրանք լավ են հասկանում, որ իրանք շատ ավելի մեծ ազդեցություն ունեն Թիֆլիսի վրա, Վրաստանի վրա, քան նույն Ռուսաստանի, ել չեմ ասում Միացյալ Նահանգներ կամ Եվրոպա։ Դրա համար տեղափոխել այդ ձևաչափի մեջ այս հակամարտությունը իրեն զեռա տալիս եւ այսինքն եւ սա զեռա տալիս վրացիներին եւ ադրբեջանցիներին թուրքերին դա մալ ակտիվանում են։ Բայց տարածաշրջանից դուրս կա մի կարևոր իրադարձություն, որը կարծում եմ նաև ազդեցություն կունենա մեր վրա։ Խոսքը Հնդկաստան-Պակիստան հարաբերությունների սրումն է, եկեք հասկանանք ինչի ֆոնին է սա տեղի ունենում եւ ինչի կարող է հանգեցնել արդյոք պատերազմը հավանական է։ Մի փոքր ընդարձակ պիտի պատասխանեմ այս հարցին, որովհետև հարցը իսկապես պայմանավորված է շատ ավելի ընդգրկուն գործընթացներով։ Մենք այստեղ պարբերաբար խոսել ենք այն մասին, որ Միացյալ Նահանգների թիվ 1 հակառակորդը, իսկ նաև ապագայում թշնամին Չինաստանն է։ Նրա դեմն առնելու միակ ձևը, հակակշիռ ստեղծելու միակ ձևը դա Հնդկաստանին, հնդկական ապրանքները հնարավորինս էժան եւ կարճ ճանապարհով մտցնել Եվրոպայության շուկա եւ Միացյալ Նահանգներ Չինաստանին խեղճացնելու համար։ Տարիներ առաջ, այսինքն անցյալ տարի էր, հոկտեմբերից առաջ, չէ, արդեն նախ անցյալ տարի ոնց որ, այսինքն մինչեւ Համասի հարձակումը հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա, դրանից 2 ամիս առաջ սեպտեմբերին մի ամիս առաջ Հնդկաստանում մեծ 20-յակը ստորագրեց փաստաթուղթ, որ պիտի սկսել գործեր Հնդկաստան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Սաուդյան Արաբիա, Հորդանան, Իսրայել եւ Եվրոպա ճանապարհը։ Դրանց իսկույն մի ամիս հետո բռնկվեց այդ պատերազմը, այսինքն ճանապարհը փակվեց։ Հիմա գործընթաց է գնում այլ ճանապարհ գործարկելու Իրան, էլ Հնդկաստան, Իրան, Ադրբեջան, Ռուսաստան եւ այլն։ Եվ մենք տեսնում ենք, որ ինչ եղավ Բենդեր Աբասում այն նավահանգիստը, որը պիտի ընդուներ այդ բեռները, այնտեղ 8 միլիոն տոննա տարեկան արդեն կա բեռափոխադրում, փակվեց այդ ճանապարհը։ Այսինքն այդ հրդեհ ավիրեց ամեն ինչ, դեռ ինչքան կտևի այդ նորոգելու եւ այլն։ Այսինքն մենք ինչ ունենք։ Մենք ունենք այն ինչ որ դարեր շարունակ է եղել միջնադարից ի վեր։ Այսինքն այն մեծ պատերազմներն էլ որ նայում են կամ հայտնագործում ինչա։ Կա հումքի եւ արտադրության երկիր, կա սպառման շուկա եւ ճանապարհ։ Այդ Կոլոմբոսը որ գնում էր Հնդկաստանի ճանապարհը գտնելու, այդ ոչ թե ինքը սեր ուներ աշխարհագրական հայտնագործություններ անելու, ոչ։ Թուրքերն եկել են, գրավել են Կոստանդնապոլիսը, փակել էին ցամաքային ճանապարհը դեպի Հնդկաստան, արդեն պատկերացում կար երկիրը գնդաձև, ասում էին որ դեպի արևմուտք գնանք Հնդկաստան, կասենք դա համար գնացին Ամերիկա, տեսան, մարդկանց տեսան, ասին սրանք հնդիկներ են, հայերն էլ լավա տարբեր հնդկացիներ, ինչ են, հենց դրա համար էր։ Այս Պակիստան, Հնդկաստան, այ պետքա դիտարկել այդ ամբողջի ճանապարհները, որտեղ հիմա գնում է մեծ մրցակցություն, մենք էլ ներքաշված ենք եւ սպասում ենք թե Ամերիկան ու Իրանը ինչ լեզու գտնեն մենք կամ կշահենք կամ կկորցնենք, այդ ճանապարհների վերահսկման վերաբերյալ։ Այսինքն Սուեզի կանալը բավարար չի, այնտեղ պետքա ցամաքային ճանապարհ լինի եւ պատահական չի Թրամփն 3 հայտարարեց որ պիտի Պանամայի եւ Սուեզի ջանցները ամերիկյան նավերին անվճար սպասարկեն, թե ինչու, բայց այդ ձևը ասում էր, եթե երևի դագանակը մեծ է, դրա համար սպառնում է եւ այլն։ Ճանապարհների կռիվ է։ Մենք հիմա եթե առաջ այսինքն խնդիր են ընդհանրապես արտադրության մեջ էր, ոնց կազմակերպեն արտադրությունները կամ վաճառահանման շուկաները, որն է, հիմա հիմնական խնդիրը ճանապարհն է։ Ոնց հասցնեն արտադրած ապրանքը սպառողին։ Եվ դա հարյուրավոր միլիարդների, տրիլիոնների հարց է։ Դե սա հենց սրվում է արդեն Պակիստանը որպես Չինաստանի գործընկեր, հետեւաբար այս ներքաշելով այս բախումների մեջ Քաշմիրի շուրջը, ինքը դառնում է խնդրեմ Հնդկաստանի համար։ Հնդկաստանը արդեն իր ռեսուրսները պիտի կենտրոնացնի Պակիստանի դեմ
պայքարի մեջ, դիմակայության մեջ, միգուցե պատերազմի մեջ, եւ էլ ոնց ասում են ռուսերեն ասեն նիդայետով էլի, դրա թե դեռ ինչ ճանապարհով կգնան բան, բնականաբար Պակիստանը նաեւ հնարավորություն կունենա հնդկական նավերը բլոկադայի ենթարկելու, անգամ առևտրային արդեն պատերազմի մեջ եթե լինեն։ Այսինքն այս ճանապարհը կփակեն, այստեղ չինական շահը երևում է, չինական ականջները ակնհայտ են, որովհետեւ այստեղից ամենամեծ շահողը լինում է Չինաստանը, բայց մյուս կողմից էլ ասենք Իրանի հետ ավիրելու ժամանակ Իսրայելը, դրա համար երբ որ մեր մոտ հիմա մեկ-մեկ ասում են, որ այս բաները բխում է սրանց շայսնան, քաղաքականությունը ավելի բազմաշերտ է դարել։ Երկրները առաջվա նման չեն, միայն թշնամի եւ միայն բարեկամ։ Ինչ որ մի ռեգիոնում կարող են երկրներ լինեն թշնամի եւ մրցակից, այլ տարածաշրջանում համագործակցեն։ Ինչ որ մի ոլորտում լինեն մրցակից, բայց այլ ոլորտում համագործակցեն։ Այն մենք էս երևույթը այստեղ ունենք։ Հիմա Միացյալ Նահանգները եւ Իսրայելը օթանավեր են արդեն տեղակայել Հնդկաստանում, ցույց տալով, որ իրենք Հնդկաստանի կողմեն Չինաստանի դեմ, Պակիստանը երրորդական է, Պակիստանը ածանցյալն է Չինաստանից, եւ ամենամեծ պարտքերը աշխարհում ամենաշատ պարտք ունեցող երկիրը Չինաստանին դա Պակիստանն է, այնտեղ տասնյակ եւ տասնյակ չեմ հիշում, պետք է նայել, բայց հաստատ թիվ 1 երկիրն է պարտքի առումով, այսինքն Պարտատերն ասում է, որ չես կարող տաս, ուրեմն մի հատ պետք է սենց էլի, մի հատ գլխին մի քիչ բան սարքի Հնդկաստանի խնդիր սարքի, որտեղ ոնց որ թե ինքը ուզում է մտնի այն շուկա, որտեղ ես եմ, ինձ դուրս մղի, իսկ այս խնդիրը առնվազն կետաձգի դա, եւ Չինաստանը հաշվարկել է, պատերազմի վրա ինքը կծախսի ընդհանրենք $100 միլիարդ, իսկ շուկայից դուրս մղվել դեպքում $800 միլիարդ, հետեւաբար ավելի լավ է $700 միլիարդ ինքը շահի, ասենք այդ $100 միլիարդը տա Պակիստանին եւ այլն։ Այդ գործընթացն է տեղի ունենում, հիմա տեսնենք ինչով սա այո կարող է ազդի մեր վրա, սկսած նրանից, որ ըստ արևմտյան մամուլի Բենդերաբասում արդեն ռադիացիայի մակարդակը բարձր է, այնտեղ ատոմային լաբորատորիաներ են նաև ոչնչացվել եւ այլն, ատոմակայան ինչ որտեղ հարստացման, սկսած ասել այդ ռադիոակտիվ ամպի Հայաստան հասնելուց, վերջ Հայաստանը, որ դա կարող է ընդլայնվի իր այդ պատերազմը, իր մեջ ներգրավի տարբեր երկրներ, այդ թվում մեր հարևաններին կամ անգամ մեզ։ Իսկ ռազմականացման առումով, քանի որ մենք զենք ենք գնում Հնդկաստանից հիմնականում, սա կարող է ազդել այդ մատակարարումների, մթերումների վրա, կա նման կարծիք, որ Հնդկաստանը կկենտրոնանա իր պատերազմի վրա եւ մեզ կմոռանա կամ առնվազն կդադարեցնի այդ մատակարարումները, այդ առումով ազդեցություն կունենա։ Այն քանակությունը, որ մենք Հնդկաստանից ենթադրաբար առել ենք, ասում եմ ենթադրաբար, որովհետեւ դրա փաստը չկա։ Այո։ Այսինքն այնքան չնչին է, դա հաստատ չի աստի։ Դա չնչին բան է, Հնդկաստանի համար դա ինչ է, ընդհանրապես մի քանի ինչ որ բան արդյոք դա ոչինչ է։ Դա ավելի շատ ներհայաստանյան PR գործողություն է։ Բոլորը լավ հասկանում են, որ դրանով ոչ մի բան ռազմի դաշտում չի փոխվում։ Չի փոխվում, դա քիչ է, փոքր է, համակարգից դուրս է, դա այդպես պիտի աշխատի։ Ասենք հիմա նույն, ասենք Իսկանդերը լավ զենք էր, բայց ինչի ոչ մի բան չկարացան անել, որտեվ ինքը համակարգից դուրս էր, դու պետք է ունենաս այդ դրա ուղղորդման արբանյակը, որ դու կարգավորես, կամ հազար ու մի այլ բաներ կա, կամ դրա հակաօդային պաշտպանությունը պիտի, չգիտեմ, 40 աստիճան լինի, հերիքա մի աստիճանը, որ դու չունես, արդեն դառնում ես խոցելի եւ իրանք ինչ արեցին 44 օրվա պատերազմի սկզբին առաջի հարվածով, քանի որ մենք հակաօդային պաշտպանություն չունենք, որտեվ սիրահոժար եւ ողջևորված ռուսներին էինք տվել, մենք ունենք ռուսների առասոր համատեղ հակաօդային պաշտպանություն, որ չաշխատեց, բայց դեռ շարունակում ենք այդ ամբողջ ունենալ, առաջին հարվածով ոչնչացրեցին մեր հակաօդային պաշտպանության միջոցները, որից հետո արդեն սկսեցին հերթով ոչնչացնել հրետանին, մյուս կետերը, որտեվ մենք օդից պաշտպանված չենք որևէ ձևով, թեև կրկնում ենք, մենք Ռուսաստանի հետ ունենք համատեղ պաշտպանական բաներ։ Այնպես որ չեմ կարծում դա ազդի։ Այսինքն եթե պետք է լինի առնել, թող ես տեղը կասեմ, որ դեղից առնեն, ավելի լավ զենք այդ հարց չկա։ Ադրբեջանի Եվ ավելի էժան ամենակարևորը։ Այո։
Տեղի ունեցավ Ադրբեջանի նախագահի եւ Չինաստանի նախագահի հանդիպումը եւ ստորագրվեց համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիր, այն ինչ մենք ստորագրել ենք Միացյալ Նահանգների հետ։ Այս համատեքստում կարող ենք եթե մտովի բաժանելի լինենք, մենք կազմում ենք Միացյալ Նահանգներ Հնդկաստան թևը, իսկ Ադրբեջանը Չինաստան Պակիստան թևը, այսինքն մենք այդ դաշտում ենք հակառակորդ։ Ես ուղղակի կուզեի մի ճշգրտում անել, չէ, մեր ստորագրածը վերաբերում է համատեղ հանձնաժողովի աշխատանքին, շատ ավելի նեղա, իրանցը շատ ավելի լայն եւ ընդգրկուն է։ Իրանցը միջպետական համագործակցության մասին է, մեր հանձնաժողովների կանոնակարգված աշխատանքի մասին է։ Կա նման բան, եւ ես հույս ունեմ, որ այս վերջի փաստաթուղթը Չինաստանից ստորագրած պիտի չանտեսվի Միացյալ Նահանգների կողմից, բայց մենք էլ մեր կողմի խնդիրն է, որ պետք է մատնացույց անենք անընդհատ ամերիկացիներին։ Ես գիտեք ինչ, մի տպավորություն կա, որ մարդկանց խոսում են, ասում են, բա իրանք չեն տեսնում, բա իրանք չգիտեն, իրանք մեզից լավ գիտեն, եղբայր ինչ կապ ունի, իրանք գիտեն, չգիտեն, լավ գիտեն, դու քո գործը պետք է անես։ Ես կարող եմ ասեմ չգիտեն, իրանց համար իրանց դիվանագետների կեսերը Ադրբեջանի տեղը չգիտի Հայաստանի հետ միասին։ Այսինքն դու պետք է ասես, դու պետք է շահերը պաշտպանես, դու պետք է անընդհատ ուղարկես այդ նյութերը, ասես, թե սա են անում, նա են անում, բայց այո, այստեղ որոշակի բան է նկատվում, խմբավորում, սա ճամբարների ձևավորում է։ Հիմա այսօր Իրանի նախագահը Փեզեշյանը գրում է Բաքու։ Այսա շատ կարևոր հարց է։ Հիմա Իրանը ի վերջո ում կհարի հնդկական թե չինական ճամբարներին, այսպես պայմանական կոչեն, որտեղ երկուսն էլ եւ Չինաստանը եւ Հնդկաստանը Իրանի կարիքն ունեն։ Պարզապես հնդկական տարբերակի դեպքում մենք կանք Հայաստանը, խաղի մեջ չկա, չինական տարբերակ մենք չկանք։ Դա Ադրբեջանն է, այսինքն Ադրբեջան-Վրաստան տարբերակն է։ Վրաստանը միշտ կա երկու տարբերակում էլ, այսինքն կա։ Սա շատ կարևոր է։ Ես հույս ունեմ, որ Փեզեշքյանի այցելությունը պարզապես քայլ է ամերիկացիներին հասկացնելու համար, որ մեզ շատ մի ճնշեք, մենք տեսեք այլ ընտրանքներ էլ ունենք, այնպես որ մենք կարող ենք նաև այն մյուս տարբերակը ընտրենք, այնպես որ եկեք մեզ մի ճնշեք եւ զիջումների գնացեք, ինչ որ բանի գանք։ Իսկ այնտեղ հիշում եք ատոմային ծրագիրն է Իրանի եւ ոչ միայն ատոմային ծրագիրը, նաեւ հրթիռային համակարգերի։ Ես կարծում եմ, որ ատոմային ծրագրի շուրջը համաձայնության կգան Արևմուտքը, Միացյալ Նահանգները եւ Իրանը, այդ հարցում Իրանը կզիջի, հրթիռների հարցում էլ, ասենք, Արևմուտքը կզիջի։ Ի վերջո դիվանագիտությունը դա փոխադարձ զիջումների քաղաքականություն է։ Պիտի ինչ-որ մի բան զիջես, որ մի բան ստանաս, հակառակ դեպքում չի լինում։ Զիջումների մասին խոսեցինք, Ուկրաինայում Կիևի քաղաքապետը հայտարարել էր, որ Թրամփի աճող ճնշումների ներքո միգուցե Ուկրաինան ստիպված լինի տարածքային զիջումների գնալ խաղաղության համար։ Սրանից կարող ենք եզրակացնել, որ Ուկրաինան ամեն դեպքում այս բայդրությամբ օրակարգային հարց է դարձրել խաղաղության համաձայնագրի կնքումը եւ ընդհանրապես խաղաղության հաստատումը, թե ոչ։ Բնականաբար Ուկրաինան շահագրգռված է խաղաղության հաստատումով, ինչպես մենք ենք շահագրգռված խաղաղության հաստատումով։ Խնդիրը հետեւյալն է, գինը որն է։ Իմ կարծիքով Ուկրաինան հաստատել է, որ Ռուսաստանը չի գնալու այդ խաղաղությանը։ Ռուսաստանը չի գնալու այդ խաղաղությանը, Պուտինը անձամբ չի գնալու այդ խաղաղությանը։ Ինչ զիջում էլ ուզում է լինի, ինչպես Ալիևը չի գնալու խաղաղության, ինչ զիջում էլ ուզում է լինի։ Դրա համար Ուկրաինան սիրուն խոսում է, ասում է, որպեսզի վաղը, ասի դուք մեզ եք մեղադրում, որ այ մենք էսենք, մենք տեսակ, այստեղ էլ զիջեցինք, այնտեղ էլ զիջեցինք, սա էլ ենք պատրաստ, նա էլ ենք պատրաստ, բան։ Պուտինը չի գնում։ Իսկ Պուտինը չի գնում, որովհետև Պուտինը լավ է հասկանում, որ ինչ էլ ինքը ուզում է այսօր խոստումներ ստանա, դրա իրականացումը միևնույնն է, իրան դուրս չի բերելու այն տնտեսական խորափոսից, որ իրանք հայտնվել են։ Ասենք զիջեց։ Ռուսաստանը այսօր աշխարհի թիվ 1 երկիրն է տարածքով, չէ, 17 միլիոն քառակուսի կիլոմետր է, 17 միլիոնին կես միլիոն եւս գումարում, այդքան էլ չէ, այնտեղ 100,000 ինչ է փոխել Ռուսաստանի համար։ Դրանով ռուսական տնտեսությունն է զարգանալու, մեռելներն են հետ գալու, այդ կատաղած զինվորականությունը, որ հետ է վերադառնալու իր զորամասերը խաղաղ կյանքի, սովետի նման ուժեղ երկիրը չկարողացավ Աֆղանստան մարսել։
պատերազմ մարսելը այդքան հեշտ չի։ Այն որ Ստալինը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո բոլոր այդ գեներալներին մի զգալի մասին գիտեք, ձերբակալեց, աքսորեց կամ ուղարկեց հերրու զինվորական ինչ-որ կայաններում, բան հո պատահական չէր։ Պատերազմը հերոսներ ա ծնում, պատերազմը դժգոհներ ա ծնում, մենք էլ ենք ացել դրա մեջ, որ գիտենք, չէ՞։ Ղարաբաղյան պատերազմից հետո եկան այսպես կոչված եւ արդար կռված եւ չկռված եւ ինչերին տիրացան եւ ինչքան լավ եւ վատ բան արեցին։ Հիմա պատկերացրեք, մենք ունենք, ինչ ասեմ, 50 Ղարաբաղի պատերազմի նման պատերազմի վետերաններ կան, որոնք իրանց էլ ռուսերեն ասած «будут права качать», իրանք Պուտինը ծերացող արդեն, ու ծեր արդեն, ուզում եմ բան մաչոցիստո, բայց ծեր մարդ է, որ նշանակում ինքը կորստում է վերահսկողությունը այդ ամբողջի վրա։ Ուզում եմ ասեմ, Պուտինի անձնական շահի տեսակետից խոսակցությունները խաղաղություն հաստատելու մասին լավ է, բայց ստորագրել եւ առավել եւս իրականացնել անհնար է, որտեղ չի կարողա վերահսկել։ Հենա հետաքրքիր է, չէ՞, խորհրդանիշ, որ ասենք Վատիկանում Թրամփն ու եւ Զելենսկին նստեցին այդ եկեղեցու գմբեթի տակ եւ խոսացին, որ սիմվոլիզմ կա դրա մեջ եւ Պուտինի կներեք Թրամփի խոսքերն ա, որ եւ ամերիկյան, որ Պուտինը պատճառ չուներ գնդակոծելու եւ ռմբակոծելու ուկրաինական շատ տարածքներ։ Ես հիմա հարց տամ, իսկ ով ասեց, որ Պուտինը կարողանում է լրիվ վերահսկել իր բանակը եւ այնտեղ նախաձեռնություններ չի լինում սեփական եւ վերահսկողությունից տակից դուրս գալու։ Ով ասաց, որ չի լինելու մարդիկ, որոնք փորձելու են հրահրել, այսինքն լինելու են լիքեձև բաներ ա լինելու, հատկապես երբ որ այ հիմա նույն Միացյալ Նահանգներում հեսա 100 օրը մայիսին արդեն լրանում է Թրամփի, արդեն հակաթրամփական շարժումն էլ ուժեղանալու է։ Ամփոփում հետեւյալն է, որ այո, կողմերը պիտի ցույց տան, որ իրանք համաձայն են խաղաղության պայմանագիրը ստորագրել են, ուղղակի չի ստացվում, որովհետև դիմացինը մեղավոր է։ Նույնը ունենք Հարավային Կովկասում, Հայաստան, Ադրբեջանում։ Շնորհակալություն, պարոն Պապյան, մեր եթերաժամանակը մոտեցավ իր ավարտին, իսկ ես մեր ռադիո լսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում կամ լսում եք Modus Vivendi հաղորդումը, իսկ մենք ինչպես միշտ կհանդիպենք հաջորդ երեքշաբթի։